Զինավոր պապը իր անունով կնքված թոռանը հայրենի տունը հեռադիտակով էր ցույց տալիս։ Օտարին մնացած այս հողի համար նրանք կռվել են ողջ ընտանիքով։ Շահումյանի ինքնապաշտպանության հրամանատար Շահեն Մեղրյանը ընտանիքը մանկահասակ 3 զավակով դիտմամբ չէր հեռացնում ռմբակոծությունների գոտուց, որպեսզի մյուսներն էլ դիմադրեն։ Իսկ երբ 1992-ի հունիսի 12-ին գյուղացիներն ստիպված արտագաղթեցին, հրամանատարը 17 տղաներով մնաց անտառում, օղակված թշնամու զորքով, ուր միակ ելքը օդային էր ուղղաթիռով։ Շահումյանը ընկած էր, մեղավորների փնտրտուքը սկսված։ Իրավիճակի հետ համակերպվելը անհնար էր։ Մի քանի շաբաթ անց Դաշնակցության նախաձեռնությամբ նոր պայքար սկսվեց անտառային, հայդուկային, ֆիդայական, թշնամու թիկունքում։ Ամեն անգամ օդանավակայանին փող վճարելով ուղղաթիռ էր հասնում Շահումյան։ Մեկնողներին կոչեցին եղնիկներ, որոնք մագլցում էին սարերը ու ազդարարում, որ տեղում են։ Նորօրյա պարտիզանական պայքարի մեկնարկը տրված էր, իսկ նրանց առաջնորդում էր հայդուկապետը։ Շահեն Մեղրյանը գաղափարական մարտիկ էր, նա վարակիչ բնավորության տեր մարդ էր եւ իր օրինակով վարակում էր։ Պատահական չէ, որ նույնիսկ հրադադարի պայմաններում նա հայդուկային շարժման ղեկավարն էր եւ ստանձնեց այս շարժումը նաեւ Շահումյանի անտառներում եւ մինչեւ իր վերջին կյանքի վարկյանը պայքարեց հանուն իր հայրենիքի։ Շահեն Մեղրյանի ռազմական տաղանդն ու ոգու ուժը համոզիչ էին, ու եղնիկներ ջոկատը քիչ-քիչ ընդլայնվեց։ Գյուլիստանն արդեն նրանց ձեռքում էր, կարևոր հենակետերը նույնպես, եւ Շահումյանի վերջնական ազատագրումը իրական էր թվում։ 1993-ի ապրիլի 17-ին այս հարցը որոշակիացնելու եւ զինամթերք բերելու համար Մեղրյանը ուղղաթիռով Հայաստան էր թռչում։ Մարտական ընկերները, սակայն, հրամանատարի ուղղաթիռի խփվելու ականատեսը դարձան։ Իհարկե Մեղրյան Շահյանը այդ ժամանակ ուղղաթիռի մեջ էր իր ջոկատի տղաների հետ միասին եւ խփնվեց ուղղաթիռը։ Երկրորդ հրթիռը, որ բաց թողեցին նորից ինձ վրա էր, բախտի բերմամբ ինչ չկպավ, բայց երրորդ հրթիռը արդեն կպավ ուղղաթիռին եւ ուղղաթիռը վառվեց։ Իմ աչքերով ես ամեն ինչը տեսել եմ, ոնց էր ուղղաթիռը վառվում, ոնց էր ընկնում, բայց մենք ոչ մի բան չկարողացանք իրենց անել։ Շահումյանի դիրքերի դիմաց կանգնած զորամասերի զինվորներին մինչև այսօր էլ եղնիկներ են կոչում, իսկ Շահեն Մեղրյանի զոհվելու օրը ամեն տարի Եռաբլուրի նրա շիրիմը դառնում է շահումյանցիների ուխտատեղի։ Նրանք վստահ են, որ իրենց օջախները գերեվարված են ժամանակավոր, ու մի օր, լինի ուժով թե դիվանագիտությամբ, Շահումյանը վերադարձվելու է։ Աննա Բալյան, Ժիրայր Հաբետյան, Երկիրն այսօր։